Վիլյամ Շեքսպիրը ծնվել է 1564 թվականի ապրիլի 20-ին, խոշորագույն դրամատուրգ, բանաստեղծ։ Բազմաթիվ կյանքեր թղթին հանձնած դրամատուրգն անշուշտ չէր կարող այս կամ այն կերպ չգրել իր սեփական կյանքի դրաման։ Շեքսպիրի կյանքը կարող ենք կարդալ նրա սոնետներում, որոնք անկախ ամեն ինչից ում էլ դրանք նվիրված լինեն, անկրկնելի են։ Սոնետները պետք է դիտարկել որպես միասնական ստեղծագործություն, ոչ թե զատ-զատ։ Նա, ով չի ճանաչում սերը, կկարդա սոսկ բառեր և գուցե խորշի, քանզի Շեքսպիրն իր տողերով իր սիրելիի հուշարձանն է կանգնեցնում, որը պիտի անմահություն բերի ոչ թե իրեն, այլ իր պաշտելի սիրուն, և հենց ինքն էլ բազում անգամներ խոստովանում է դա։ Քո հուշարձանը դու այս տողերում կգտնես միայն, զի արքաների գերեզմաններից երկար կապրի այն։ Մեկ այլ սոնետում արդեն շատ ավելի պարզ է ասում, թե որն է իր գրչի իմաստը։ Կամ պիտի ապրեմ, որ տապանագիր գրեմ քեզ համար, կամ ինքդ կապրես, երբ իմ մարմինը փտի հողի տակ։ Բայց այսուհետև մահը չի խլի քո հուշը անմար, թեև իմ մասին գիտեմ, չի մնա ոչ մի հիշատակ։ Կապրի այսուհետ անունդ կյանքով հավիտենական, իմը ես գիտեմ աննշան մահով կկորչի անհետ։ Հողը ընդամենն ինձ կարող է տալ անշուք գերեզման, իսկ դու դամբանած կլինես մարդկանց աչքերում հավետ։ Իմ քերթությունը այդժամ կլինի հուշարձանը քո։ Աչքերը, որ դեռ աշխարհ չեն տեսել, կընթերցեն մի օր և բյուր լեզուներ պիտի հոլովեն քո անունն հետո, երբ թաղված լինի մեր ժամանակի ամեն շնչավոր, դու պիտի ապրես, այս եմ իմ գրչի կոչումն համարում, քանի դեռ կա շունչ, թեկուզ այն լինի վերջինն աշխարհում։ Որպեսզի ավելի խորն ընկալենք սոնետները, մենք պետք է նախ հասկանանք, թե ով էր Շեքսպիրը և ինչպես էր նա խոսում ընթերցողի հետ։ Նա սյուժեներ կառուցող էր և սոնետների միջոցով ևս Շեքսպիրը գրում էր իր շարունակական հարաբերությունների մասին, այսինքն արդեն ոչ թե այլոց, այլ իր կյանքի ողբերգություն։ Սոնետների օգնությամբ Շեքսպիրն ինչ-որ իմաստով դուրս էր գալիս իր կյանքի սարդոստայնից, քանզի ուղիղ իմաստով բոլոր ճանապարհները փակ էին նրա համար և մնացել էր միայն գրական ձևը, որպես ելք ու ազատագրում անհուսալի և ի սկզբանե կորստյան տանող ճանապարհից։ Եթե այս պատմությունը գրվեր որպես պիես, այն կլիներ գռեհիկ, բայց բանաստեղծական ձևը փոխում է ամեն ինչ և թույլ տալիս խոսել զգացողություններից առանց գործողությունների մեջ խորանալու։ Իրականում մենք գործ ունենք սիրային եռանկյունու հետ։ Շեքսպիրը այն երիտասարդը, որին պաշտում էր նա, և սև կամ մութ տիկինը, որը գրավել էր երիտասարդի սիրտը, իսկ երիտասարդն հանդիսանում էր Շեքսպիրի երկրորդ լավագույն եսը, ինչպես նա է խոստովանում, և այդ լավագույն եսը, բարին ու գեղեցիկը, կարող ենք ասել ճերմակը, հայտնվել էր սևի տիրապետության տակ։ Բայց առաջ չանցնենք, ինչ էր մաղթում ամենից շատ Շեքսպիրն իր սիրեցյալին։ Նա ամեն գնով ցանկանում էր, որ նա իր պաշտամունքը շարունակվի և սերունդ թողնի։ Եվ ահա ինչ է գրում. Ինքդ մեղեդի, ինչու ես նվագն ունկնդրում տրտում, իզուր եք մրցում, խինդը իր մեջ է վայելում թովչանք, ինչու ես սիրում այն, ինչ թախիծ է ծնում քո սրտում, ինչու ես այդպես սիրով ընդունում ձանձրությունն անկյանք, եթե քաղցրալուր հնչյուններն անույշ ներդաշնակության համերաշխորեն նախատում են քո լսելիքն անվերջ, հիշիր, որ մեղմ է կորովը նրանց հանդիմանության, երբ խեղդում ես քո արժանիքները միայնության մեջ։ Նայիր, թե ինչպես մեկ լարը դարձած քաղցր ամուսին ներդաշնակորեն ձայնակցում է մոր և զավակի հետ։ Քաղցր նվագով նա երջանիկ է դարձնում երկուսին, և երեքն այդժամ հնչում են որպես մի երգ քաղցրավետ։ Այդ երգը նրանց բազմաձայնությամբ մի հնչյուն է ջինջ և ասում է քեզ. մենաձայն մահով չես շահի ոչինչ։ Հրաշալի է ասված, մենաձայն մահով չես շահի ոչինչ։ Նշեմ, որ Շեքսպիրի սոնետները մենք կարդում ենք հայ լավագույն թարգմանիչներից մեկի Սամվել Մկրտչյանի թարգմանությամբ։ Ի վերջո սեր էր սա, թե գիրք, որի պատճառով Շեքսպիրը չէր կարողանում տեսնել։ Իր սոնետներից մեկում այսպես է գրում նա. Քեզանից բացի ուրիշ ներշնչանք ես չեմ որոնել,
թեև դժվար է թղթերին հանձնել քո վսեմ հոգին։ Ակնհայտորեն Շեքսպիրն իդեալականացնում էր իր սիրելիին, եւ դրա մասին վկայությունները բազմաթիվ են։ Նա ստորադասում էր իրեն եւ իր իսկ խոստովանության համաձայն ընդամենը գործիք էր, որի միջոցով պետք է հավերժանար իր սերը։ Իմ կարծիքով որևէ կերպ մենք չենք կարող սեր կոչել Շեքսպիրի զգացմունքը եւ հետագայում հենց ինքն էլ արտահայտում է իր վախը, կասկածն առ այն, որ իր զգացածը բնավել սեր չէ։ Այս մտքին դեռ կհասնենք, սակայն միանշանակ մենք գործ ունենք կրքի հետ, որը գնալով ավելի խոցելի էր դարձնում դրա կրողին եւ շարունակաբար բացահայտում էր նորանոր արատներ։ Ահա Շեքսպիրի հաջորդ սոնետ խոստովանությունը։ Ընդդեմ այն ժամի, եթե այդ ժամը գալու է մի օր, երբ տեսնեմ, թե դու ինչպես ես խորշում իմ արատներից, եւ երբ քո սերը փակի իր վերջին հաշիվները, որ կոչված են միայն անխուսափելի վերստուգումից, ընդդեմ այն ժամի, երբ օտարի պես անցնես իմ մոտով եւ քո աչքերով իմ արևներով հազիվ բարևես, երբ փոխված լինի ու էլ չկանչի սերը կարոտով եւ դու խստադեմ լրջության համար պատրվակ գտնես, ընդդեմ այդ ժամի փորձում եմ լինել նախապես պատրաստ եւ անարգելով իմ էությունը շնորհներիս հետ իմ անձի դեմ եմ միայն բարձրացնում այս միտքը նվաստ, որ ուժն օրենքի արդար ճանաչի քո անունն հավետ։ Ընդդեմ թշվառիս տես օրենքն է քեզ օգնելու պատրաստ, քանզի ես որպես սիրո ապացույց չունեմ ոչ մի փաստ։ Եվ ահա այդ արատների պատճառով, որոնք ժամանակի ընթացքում անխուսափելիորեն բացվում են, Շեքսպիրն ատում է ինքն իրեն, քանզի ատելի էր նաև իր սիրելիի աչքերում, գրում է. Հանուն քեզ անգին երդվում եմ իմ դեմ կռվել մշտապես, չեմ կարող սիրել նրան, ում հոգիդ ատում է այդպես։ Ինչպես տեսնում եք, ես որևէ բան չեմ հորինում, դեռ ավելին ամեն ինչ չեմ բացում, քանզի մենք այստեղ փնտրում ենք գեղեցիկը եւ Շեքսպիրն ինքն էլ հենց այդ պատճառով սոնետն է ընտրել որպես իր զգացողություններն արտահայտելու ձև, քանզի պոեզիան ներում է եւ փրկություն սեփական հոգու լաբիրինթներում մոլորվածների համար։ Իսկ որտեղ է արտահայտվում Շեքսպիրի վախն ու կասկածը։ Իհարկե Շեքսպիրն ուղիղ կերպով չի ասում, բայց իր ստեղծագործություններից երևում է, որ հոգու խորքում ինքն էլ է գիտակցում, որ իր սերը պաշտամունք է լոկ, չափազանցված կրքի անձի նկատմամբ մտասևեռումների արդյունք։ Թող չասվի երբեք, թե սրտիս սերը պաշտամունք է սոսկ, թող իմ սիրելին չերևա որպես մի դատարկ աստված։ Ահա նա վախենում է, որ իր սիրելին մի դատարկ աստված կերևա եւ սրանով հանդերձ մատնում է իրեն, քանզի այդ կասկածը նախ եւ առաջ իր մեջ է արթնացել։ Մենք մոտենում ենք սիրային եռանկյունու բացահայտմանը։ Դատելով սոնետներից կարելի է եզրակացնել, որ Շեքսպիրը մեծագույն հաճույքով կցանկանար ատել այն կնոջը, ով խլել էր իր սիրելիին ու նաև իրեն, բայց տեղի է ունենում ինչ-որ իմաստով զարմանալի, բայց մյուս կողմից շատ հասկանալի մի բան։ Ծայրահեղությունը ծնում է մեկ այլ ծայրահեղություն։ Իդեալականացված սերը լրացվում է մեկ այլ, ասես, հակադիր իդեալով։ Գիրքը սպառում է մարդուն, բայց ըստ Շեքսպիրի անհնար է խույս տալ դրախտից, որը մարդուն դեպի դժոխք է տանում։ Այսինքն քաջ գիտենալով, թե ուր ես գնում այդ ճակերտավոր դրախտի միջով, այնուամենայնիվ գնում ես։ Կարդամ հաջորդ սոնետը, որն այդ մութ տիկնոջ մասին է։ Աչքերդ եմ սիրում, եւ նրանք ասես խղճահարվելով եւ գիտակցելով, որ խոշտանգում են հոգիս տակավին, միշտ սև են հագնում, ողբում են անverջ, վշտահարվելով եւ գեղեցկափայլ գթասրտությամբ նայում իմ ցավին։ Եվ արշալույսին երկինք բարձրացող արեգակը վառ, այնպես չի սազում գորշ արևելքի մռայլ աչքունքին, եւ կամ լուսնկան, որ բերում է միշտ գիշեր ու խավար, փառք ու պարծանքով այնպես չի սազում զուս արևմուտքին, որքան քո դեմքին երկու աչքերը սև ու վշտահար։ Օթող սիրտը քո նույնպես սև հագնի աչքերիդ նման եւ գորով դարձած թող անverջ սքա,
ողբա ինձ համար, քանզի ողբը քեզ դարձնում է այնպես վեհ ու աննման, այդժամ ես կերտվեմ, որ սևն է չքնաղն ու լավագույնը, եւ նա է տգեղ, ով այս աշխարհում չունի քո գույնը։ Վերջում Շեքսպիրի աչքերը բացվում են, եթե իհարկե երբևէ դրանք փակ են եղել, քանզի սոնետներն այնուամենայնիվ շատ գիտակից մարդու ստեղծագործություններ են, ով չէր կարող չտեսնել, թե ինչ է անում իրականում եւ ուր է գնում։ Շեքսպիրը մեծ հոգեբան էր նաեւ, այսինքն մեծ ուսումնասիրող, իսկ ում են ուսումնասիրում գրողները նախ եւ առաջ։ Բնականաբար իրենք իրենց եւ ուրեմն գրողն իրեն գիտակցաբար է ենթարկում զանազան փորձությունների, որպեսզի իր իսկ միջոցով հասկանա մարդկանց, որպեսզի վերապրի այն, ինչ կարող են ապրել մյուսները։ Խոսքս ավարտեմ ըստ իս շատ կարևոր մի հատվածով, որն էլ կամբողջացնի վերում ասվածը։ Մինչ այդ չմոռանաք հավանել այս տեսանյութը, տարածել եւ մեկնաբանել, բաժանորդագրվեք իմ YouTube-յան ալիքին, այցելեք իմ taronglak.com կայքը եւ կարդացեք իմ լճակի խորհուրդը վեպը։ Միացեք իմ էջերին այլ հարթակներում եւս Telegram, Facebook, TikTok, աջակցեք ինձ Patreon-ի կամ Buy Me a Coffee հարթակի միջոցով։ Իսկ հիմա կարդամ խոստացված հատվածը։ Եթե իսկապես իմ կեղծ աչքերի չքնաղ պաշտելին անզուգական է, ինչու է աշխարհն հակառակն ասում։ Ուրեմն սիրո աչքը նման չէ մարդկանց աչքերին եւ ամենատես ճշմարտությունն է նրան պակասում։